Եթե հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հունվարի 1-ից բացվեր, արդեն հայտարարած կլինեինք, բայց լիահույս ենք, որ այս ուղղությամբ դրական զարգացումներ կլինեն շուտով։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշել է, հայկական կողմը վաղուց էր պատրաստ, այդ թվում ենթակառուցվածքային առումով Մաքսատան շենքի կառուցմամբ։ Կոստանյանը հիշեցրել է, Հայաստանը պատրաստ է բացել ցամաքային անցակետերը թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների համար, որպեսզի Հայաստանի միջոցով նաեւ երկու հարևանները առևտուր իրականացնեն եւ առաջարկը ուժի մեջ է մնում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի մասին լուրերին, փոխնախարարն ասել է, այս պահին այցի մասին դեռևս վաղ է խոսել։ Միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում կհյուրընկալեն ԱՄՆ-ից բարձրաստիճան տարբեր պատվիրակությունների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարումից, հայտարարելով, թե արագորեն լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Նա ասել է, թե 35 տարի ընթացող պատերազմին վերջ է դրել 1 օրում, հայտարարելով, որ դա արել է առևտրով։ Ասացի այլևս ոչ մի առևտուր, երկուսին էլ ասացի, ձեզ կկտրենք առևտրից եւ հետո ես 200% մաքսատուրքեր կսահմանեմ։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին ու ասացին՝ լավ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելը ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է, սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան մեկ այլ բան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, խոսելով Հայաստանի ու Եվրամիության նոր ռազմավարական գործընկերության օրակարգից։ Նա նշել է, թե այն, ինչ տեսնում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, ինտեգրացիա է, հավելելով, որ Եվրամիության հետ Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության համապատասխան կանոնակարգերին։ Գալուզինը միաժամանակ ասել է, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը եւ երկրների հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Ազգային ժողովի նախկին падգամավոր ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Դատախազությունում սկսվել է Ավագյանի պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն եւ նրանց հրավիրել են գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնելու։ Նույն պատճառներով գլխավոր դատախազություն են հրավիրվել նաեւ Ազգային ժողովի падգամավոր Իշխան Սաղաթելյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկ համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցողների սակագները։ Հանձնաժողովից հաղորդում են, որ ՀԵՑ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել։ 2026 թվականին գործող սակագները կմնան անփոփոխ։ Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի ագրեսիայի դեպքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ Ըստ նրա, իրանական հրթիռային ծրագիրը վերահսկելի չէ եւ որևէ մեկի թույլտվությունը չի պահանջում։ Շամխանին ասել է, Իրանի պաշտպանական դոկտրինի համաձայն պատասխան միջոցները մշակվում են նախքան սպառնալիքների կյանքի կոչումը, նաեւ հավելել, որ նման հակահարվածը կգերազանցի թշնամիների երևակայությունը։ Բելարուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ամանորի կապակցությամբ ներում է շնորհել 20 քաղբանտարկյալների, սա երկրում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում։ Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից հետո Լուկաշենկոն ազատ էր արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում 5 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային եւ այլախոհ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին։ Վաշինգտոնը իր հերթին վերացրել էր Մինսկի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։ Իրավապաշտպանների գնահատականներով ավելի քան 1000 քաղբանտարկյալներ դեռևս մնում են ճաղերի հետևում։